Հունիսի 7-ն է Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսյանի թե Գորիսի փրկարարներ։ Որ? Գորիսի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները մահացածների մարմիններն արդեն մոտեցրել են նշված ավտոմեքենային, փրկարար ծառայության ավտոմեքենային, որպեսզի այն տեղափոխեն դիատարի մոտ։ Փրկարարները մահացածների մարմինները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ մեծ դժվարությամբ են մոտեցրել։ Մոտ 250-ից 300 մետր է ճանապարհի Երևելի գոտուց դեպի անտառ հայտնվել ավտոմեքենան, ջիպը։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի եւ Վաշտի հրամանատարը, չէ, առաջին Վաշտն է, եւ երկրորդ Վաշտի հրամանատարի, ոնց էր անունը ազգանը։ Նարեկ Խաչատրյան։ Հրամանատարի Նարեկ Խաչատրյանի գլխավորությամբ պարեկները, փրկարարները եւ քաղաքացիները իրար հետ են մահացածների մարմինները մոտեցրել։ Մեքենան ընդեղ է, չէ՞ տղերք։ Մեքենան ընդեղ։ Մոտորապես մի 200-250 մետր պետք է գնաս։ Որ մասնա, որ։ Եթե դες կածանը տանում է։ 200-200 չեք կարալու, էլի տեղ այս է։ Գնա։ Այս պահին արդեն Գորիսի փրկարարները դիերը տեղափոխեցին, քանի որ դիատարները չէին կարող մոտենալ, ճանապարհը անանցանելի էր, բայց մեծ դժվարությամբ են փրկարարները, պարեկները, քաղաքացիները մահացածների մարմինները մոտեցրել։ Դեպքի փաստով արդեն Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացածների ինքնությունը։